Պարոն Մկրտչյան, այսօր իմպիչմենտի գործընթացի վերաբերյալ խորհրդարանական լսումներ են տեղի ունենալու։ Կխնդրեմ ձեր գնահատականը նշեք, ինչ սպասել, ինչ ակնկալիքներ ունեք դուք։ Ես ակնկալիք ունեմ, որ եթե Հայաստան դաշինքը միանա իմպիչմենտի process-ին, ասկի միանալ աստով ստորագրությունը դնի, իմպիչմենտը կլինի, կստացվի իմպիչմենտը։ Ես ակնկալիքս ու ժողովուրդն էլ պետք է գա, եթե այսօր էլ նույնիսկ շատ չկան, ընթացքում հենց մարդիկ էլ եթե տենան, հենց որ մարդկանց մեծ մասը ուզում է իմպիչմենտ։ Եթե զգան, որ ինչ-որ մի բան ստացվում է, ժողովրդական շարժումն էլ անելու։ Իսկ ստացվելու առաջին քայլն է, որ Հայաստան դաշինքի падգամավորները պետք է միանան։ Եթե միանան, ձեզ ասում եմ, հավանականությունը շատ մեծ է, շատ մեծ է, որ իմպիչմենտը կհաջողվի։ Փաստորեն ընդդիմության դաշտում էլ, ընդդիմական դաշտում էլ հաշտություններ չկան։ Դե չկա, ցավոք սրտի չկա։ Ես սրա մասին շատ եմ խոսացել։ Տեսեք, ցավոք սրտի այս քայլով պարզ դարձավ, որ Հայաստան դաշինքի համար ավելի լավ է մնա Նիկոլը, քան թե գա Սերժ Սարգսյանը կամ Սերժ Սարգսյանի մարդկանցից որևէ մեկը, նույն Սերժ Սարգսյանը։ Այս սա է ցավալին։ Ուղղակի Հայաստան դաշինքը պետք է մի բան հասկանա, որ պետության առումով տեսանք ինչ տեղի ունեցավ։ Չէ, տեսանք ինչ տեղ ունեցավ, որ եկավ Նիկոլը, ոնց էր Սերժ Սարգսյանով ու ոնց էր հիմա։ Հիմա անձնականով էլ թող մի հատ իրանք նայեն, ոնց են եղել այն ժամանակ ու ոնց են հիմա։ Հիմա սաղին սպառման նույնիսկ Բաքվի բանտերը, սաղին ունե զրկելու են։ Հաջորդ ընտրություններում Հայաստան դաշինքը չի անցնելու պարլամենտ, չի թողելու Նիկոլը, կեղծելու է, ընտրությունը կեղծելու է չանցնի։ Ուզում եմ ասեմ, իսկ ոնց եղեց Սերժ Սարգսյանով։ Էսի անձնականով եմ ասում, պետության առումներով, Արցախի հաղթանակների անվտանգության առումներով դե պարզից պարզ է։ Ոնց էր այն ժամանակ ու ոնց էր հիմա։ Անձնականով թող մի հատ իրանք նայեն, ինչի չեն ուզում, որ թեկուզ գա Դավիթ Համբարձումյանը։ Հասկանում եք, իրանք էլ են հասկանում, որ կհաջողի։ Դավիթ Համբարձումյան տեխնաց ունեն, տեխնացնա, սա ես ասել եմ, սրա մասին շատ եմ խոսել, թե Սերժ Սարգսյանը ձիով քայլ արեց։ Դավիթ Համբարձումյանի տեխնացիով շանսը մեծացավ, հավանականությունը միանգամից մեծացավ իմպիչմենտի հաջողելու հավանականությունը։ Մինչև այդ ես էլ եմ ասում, հենց սկզբում ես էլ ասում, ասում իմ կարծիքով չի հաջողի, բայց փորձել պետք է։ Տենց է այն ժամանակ ասում։ Իսկ Դավիթ Համբարձումյան տեխնացիով հաջողություն արդեն ես տեսնում եմ հաջողությունը։ Եթե հաջողություններ կան, ինչ հաջողություններ կան, ասում եք տեսնում եք հաջողությունները, որոնք են ինքը այն տեխնացունա, որ իր շուրջ, այդ տեխնացուի շուրջ ԿՊ-ից էլ падգամավորներ կփոխվեն կգան։ Ովքեր, անուններ կնշեք։ Անուններ ես չգիտեմ, բայց ես Դավիթ Համբարձումյան իմ կարծիքն եմ ասում ու ես հիմնականում ինչ կարծիք ասեմ, սա իրականացել է։ Ճիշտ եմ, դուք եկել իմ կարծիքների մեջ 18 թվից կարաք նայեք։ Դավիթ Համբարձումյան տեխնացուի շուրջ ԿՊ-ից էլ կփոխվեն կգան։ Եթե հիմա Հայաստան դաշինքը միանա, ես ես վստահ ասում եմ ԿՊ-ից էլ են մարդիկ միանալու, բայց նրանք սկզբում չեն գա, էլի պիտի սկզբում Հայաստան դաշինքը միանա նոր ընդերից գա։ Տեսեք, եթե ուրիշ տեխնացուլն է, չէին գա ընդերից, բայց Դավիթ Համբարձումյանը այն տեխնացը, որ իր շուրջ կհավաքվի։ ԿՊ-ից էլ կհավաքվեն, բայց առաջի քայլը պետք է լինի, որ Հայաստան դաշինքը միանա։ Հայաստան դաշինքը ասում է, ես տվել եմ իմ ստորագրությունները։ Չի տվել, տալը այնա որ գան տակը ստորագրեն։ Ինչա պրինցիպ են ընկե չեմ հասկանում։ Էլի պրինցիպ, հա, խի չեն գալի, իրանք ասում են տվել ենք մեր սեյֆում ադրած։ Պատիվ ունեմն էլ ասում ախպեր, ուզում եմ իմ թղթի տակ ստորագրես։ Ինչ ալնում որ գաս թղթի տակ ստորագրես։ Հիմա իրանք ասում են չի հաջողի, թող գան թղթի տակ ստորագրեն ու ասեն ախպեր, դե գնացեք լարեք, տենան ոնց է կանում։ Իշխանությունն էլ պնդում է, ասում է ընդդիմությունը անիրատեսական գործընթաց է սկսել։ Դե իշխանությունը տենց պիտի պնդի, բնական է, բայց ինչի անիրատես։ Ինչի, այդ իրանք բան են, կարող են կանխատեսեն ապագան։ Նորից եմ ասում, եթե Հայաստան դաշինքը միանա, հավանականությունը շատ մեծ է, որ Դավիթ Համբարձումյան տեխնացուի շուրջ ԿՊ-ից էլ կգան կմիանան։ Շատ է մեծ հավանականությունը։ Ձեզ թվում այնտեղ չկան մարդիկ, որ իրանց մեջ մտածում են, տեն մեն արա էս ի՞նչ է կատարվում։ Այսինքն ոնց է լինի ամեն մեկի մեջ մի փուճուր հայրենասիրություն կա։ Այդ մի փուճուր հայրենասիրությունը պետք է մեծացվի, բորբոքվի, որ իրանք կան միանա, որ իրանք էլ հասկանան, որ իրանք քայլով փրկում են պետությունը։ Իսկ դա հավանական համարում եմ, բայց առաջի քայլը պետք է լինի Հայաստան դաշինքի միանալը, էլի։ Ստորագրությունները բերեն, դնեն Դավիթ Համբարձումյանի թղթի տակ, ոչ թե իրանց սեյֆում, այլ թղթի տակ։ Պրինցիպի հարցը չեմ հասկանում, ասում են, ստեղ դրած, ախպեր տեղ դրած է, ես ասում եմ, ստեղ ստորագրի, ինչ է եղել, ստորագրի էլի։ Արի ստեղ ստորագրի, դրանից հետո, եթե դու ասում ես չի հաջողելու, ստորագրի ասա, դե գնացեք լետենան ոնց եք հաջողի։ Կհաջողի, չի հաջողի հիմա։ Բերեք փորձենք, էլի։ Իսկ ես նորից եմ ասում, հավանականությունը շատ մեծ է։ Հենց Դավիթ Համբարձումյան տեխնացիով, այս Սերժ Սարգսյանի ձիով քայլներ, Դավիթ Համբարձումյան տեխնացիով։ Մի հատ էլ ձիով քայլ կանի։ Եկեք միացեք դուք մի հատ, տեսեք մի հատ էլ ձիով քայլ կանի Սերժ Սարգսյանը։ Միակ մարդ այսօր, որ կարա իմպիչմենտը հաջողացնի, դա Սերժ Սարգսյանն է։ Հայաստանում միակ մարդը։ Եկեք միացեք, չեմ ասում դուք եսին ինչ էլ արեք։ Եկեք ստորագրությունը ընդամենը դրեք։
Դավիթ Համբարձումյան թեկնածուի տակ տեսեք որ հաջողել։